Իսկ երբևէ հոգևորականները կատարել են հանցագործությունները, որոնց համար պետք է հայտնվեն կալանավայրերում։ Իհարկե չխախտելով անմեղության կանխավարկած այն մարդկանց հետ կապված, որոնց վերաբերյալ դատավճիռ չկա։ Չեն եղել եւ դա ունեցել է պատճառ։ Այս պայդրությամբ հանցագործությունները պատահեցին հիմա, դրա համար հիմա սկսեցին բացահայտվել։ Հանցագործությունները երբ չեն կատարվում, բնականաբար նաև չեն բացահայտվում։ Երբ կատարվում են, հույս ունեմ, որ իրավապահ մարմինները իրենց տեղում են, լավ աշխատում են եւ բացահայտում են։ Եվ խնդրում եմ այդ հարցը ուղղել քննչական մարմիններին, համենայն դեպս եթե դուք պնդում եք, ես կարող եմ այդ հարցը քննչական մարմինների հետ ոչ թե պնդում եք առայն, որ դա այդպես է տեղի ունեցել, այլ որ պնդում եք, որ այդ հարցը պետք է տրվի քննչական մարմինների եւ ինքներդ դուք դա չեք կարող տալ, ես կարող եմ այդ հարցը հնչեցնել ամենամյա հաղորդման շրջանակներում, երբ այդ թվում եւ իմ օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեի ղեկավարները կան ազգային ժողով։ Երեք երբ պատարագ էր տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մասիսում Վեդի կոմունալ բաժնի աշխատակից։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, այո, կխնդրեմ հետևել եւ իմ արձագանքը այդպես տեսնել։ Խնդրեմ։ Հա, խնդիր չկա։ Տիկին Ջուհակյան, այս պահին կալանավայրերում են հոգևորականներ, որոնց հետ կապված դատավճիռ չկա, սակայն իշխող ուժը հայտարարել էր, որ օրինակ Բագրատ Սրբազանը տերորիստ է, այդպիսի հայտարարություններ էին արվում։ Իշխող ուժը չի հայտարարել, իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ Բագրատ Գալստանյանը մեղադրվում է մի շարք հանցագործություններում, այդ թվում, եթե չեմ սխալվում, ահաբեկչության, կոնկրետ քանի որ հոդվածները ես անգիր չեմ հիշում եւ պարտավոր չեմ հիշել, համենայն դեպս նման դրվագ քննարկվել է այդ ձայնագրություններում, որոնք որ եղել են։ Եթե կոնկրետ հղում կտակ, որ կոչվել են իրենք ահաբեկիչներ, ապա կարող ենք այդ հարցը քննարկել։ Համենայն դեպս իրավական գործընթացը հիմա տեղի է ունենում եւ այդ հարցին պետք է պատասխանեն դատարանները։ Տիկին Ջուհակյան, երբ Գնել Սարգսյանը ուղիղ եթերում հայհոյեց հոգևորականին, որևէ քրեական գործ չհարուցվեց, հաղորդավար ԿՊԱ-կան ձեր աջակից, որևէ վարույթ չի նախաձեռնել։ ԿՊԱ-կան ինչ։ Ձեր աջակից։ Հա, եւ ԿՊԱ-կան է։ Որևէ հիմա ԿՊԱ-կան է։ Կարծեմ չէ։ Եվ հիմա ես ինչ է ինձ ակնկալվում, ինչ պետք է անեմ։ Մասին եմ ուզում հարցնել, երբ նա ուղիղ եթերում հայհոյեց հոգևորականին, որևէ վարույթ չի նախաձեռնել, եւ երբ Սամվել Կարապետյանը էլի զանգվածային լրատվամիջոցի միջոցով հայտարարեց, որ եկեղեցին պաշտպանելու են մեր ձևով, կալանավորվեց ուշադիր։ Ես պետք է խնդրեմ քննչական մարմիններին, պետք է քննչական մարմիններին խնդրեմ այդ հարցը ուղղել եւ իրենց հարցնել, թե իրենք ինչ հիմքերի հիման վրա են, ինչ փաստարկների հիման վրա են իրենց որոշումները կայացնում վարույթ նախաձեռնելու, այդ վարույթը դատարան ուղարկելու եւ այլնի հարցում։ Ես ինքս ազգային ժողովի падգամավոր եմ։ Այդ կոնտեքստում Արդարադատություն Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, մենք կարող ենք արդարադատության որակից իհարկե խոսալ, այդ խնդիրը մենք բարձրաձայնում ենք միշտ եւ այսօրվա քննարկմանն էլ եթե չնայած արդեն արձանագրեցինք, որ չեք հետևել, համենայն դեպս եթե հետաքրքիր է, հույս ունեմ հետաքրքիր է, կարող եք գնալ եւ հետևել, այսօրվա քննարկումն էլ հենց դրա մասին էր եւ սա առաջին անգամը չէր, որ այս քննարկումը մենք կազմակերպում ենք, նախորդ տարի ենք ունեցել նման քննարկում, արդարադատության որակից Հայաստանի Հանրապետությունում դժգոհ են բոլորը եւ այդ բնականաբար պետք է ջանք չխնայվի, որ այդ որակի բարձրացման ուղղությամբ կատարվի լուրջ աշխատանք եւ մասնավորապես կրթության ոլորտում։ Սա եթե խոսում ենք առհասարակ կոնկրետ դեպքերի հետ կապված նախ պետք է այդ բոլոր դեպքերի մանրամասներին ես ծանոթ լինեմ, որ կարողանամ դրա վերաբերյալ անեմ հետևություններ եւ իմ հեղինակավոր ճակերտների մեջ կարծիքը նաեւ հայտնել։ Ես կարծեմ, եթե կան իրավապահ մարմիններ, որոնք կատարում են իրենց աշխատանքը, իրենք այդ աշխատանքը պետք է կատարեն, եթե կան խնդիրներ բնականաբար այդ մասին պետք է բարձրաձայնվի, բայց այդ բարձրաձայնված խնդիրները պետք է յուրաքանչյուր հարցի, յուրաքանչյուր գործի մանրամասներին ծանոթանալուց հետո լինեն, այլ ոչ թե արվեն անպատասխանատու հայտարարություններ։ Ձեր բանկեվավճար 3 միլիոն դրամը
որ ինչ է կարել։ Պատգամավորներ կա, որ ասում են իրենք բարեգործություն են արել։ Շատ լավ է, ովքեր որոշել են բարեգործություն անել, թե ես իմ եկամուտները ինչպես եմ ծախսում, դա իմ անձնական գործն է եւ ես չեմ սիրում այդ մասին հայտարարել եւ այդ թվում չեմ սիրում հայտարարել բարեգործություն անելու մասին։ Ես կարծում եմ, որ դա չի բխում պաշտոնյայի համար պարտադիր համեստության չափանիշներից եւ բարեխեղճության։ Հայկ Սարգսյանի գործն է դա, ինձ համար դա ընդունելի չէ։ Եվ արդյոք արդարացի էր, հա, որ պատգամավորներին այդքան միլիոններ են տվել որպես պարգևավճար։ Արդարացված էր, արժանի է։ Մենք կարող ենք խոսել կոնկրետ որ պատգամավոր, բոլորը ընդհանուր, հա, բոլորը ընդհանուր։ Այդ դեպքում մենք պետք է նստենք յուրաքանչյուրին առանձին քննարկենք, ես չեմ կարծում, որ դա լավ գաղափար է, բայց նաև մենք պետք է խոսենք պետական պաշտոնյայի վարձատրության մասին։ Իսկ պետական պաշտոնյայի վարձատրության խնդիրը շարունակում է մնալ քննարկման առարկա։ Այսինքն ցածր է թե բարձր է, պետք է բարձրացնել։ Պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի։ Որքան է այդ գումարի չափը, ձեզ որքան է կբավարարել։ Ինձ միշտ ես շատ վաղ տարիքից աշխատել եմ եւ որքան կարողացել եմ աշխատել, ինձ միշտ բավարարել է։ Հետևաբար այդ հարցը կարծում եմ շատ փիլիսոփայական ոչ տեղին հարց է։